Բարեձեզ օրվա լրահոսի կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը հունիսի 14 շաբթի։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և ընտրություններից հետո ստեղծված քաղաքական նոր իրողությունների պայմաններում կրկին օրակարգ է վերադարձել նոր սահմանադրության հարցը։ Թե ինչ փուլում են սահմանադրական բարեփոխումները, ինչ են հայտարարում կողմերը և ինչ ազդեցություն կարող են ունենալ այս գործընթացները հետընտրական քաղաքական իրավիճակի վրա։ Ադրբեջանից հայտարարում են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Հայաստանի իշխանություններն էլ պատրաստվում են առաջիկայում հանրությանը ներկայացնել նոր սահմանադրության տեքստը, ընդգծելով, որ դա դեռևս տարիներ առաջ ստանձնած քաղաքական հանձնառության իրականացումն է։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանի սահմանադրությունում առկա են դրույթներ, որոնք Բաքվի գնահատմամբ տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ և պետք է փոփոխվեն խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից առաջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ անցյալ տարի Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակներում հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրում, որն արդեն նախաստորագրված է, բոլոր առերևույթ թեմաները հասցեագրված են։ 2024 թվականին Հայաստանի սահմանադրական դատարանը որոշեց, ինչը բարձրագույն մակարդակի իրավական որոշում է, որ Հայաստանի սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ իր որևէ հարևանի նկատմամբ չի պարունակում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում բազմաթիվ դրույթներ կան այն մասին, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն եւ պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել նաեւ ապագայում։ Փաշինյանը նաև ասել էր, որ եթե սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, կնախաձեռնվի սահմանադրական փոփոխություններ։ Այժմ էլ Արդարադատության նախարար Սրբուհի Գայլյանը խոսելով սահմանադրության տեքստի հրապարակման մասին ասել է, որ դեռ կչափվի հանրության պահանջի մեծությունը։ Դա կանեն նաև ընդդիմադիր գործընկերներ, որից հետո միայն կկայացնեն համապատասխան որոշում։ Երեք քննարկել ենք սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը և կարծում եմ, որ առաջիկայում ամբողջացնելուց հետո, ինչու եմ այսպես ասում, որովհետև սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելի կարծիքներին, մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, ևս 1 կամ 2 քննարկում կունենանք և կորոշենք պատրաստ ենք հրապարակել, թե ոչ։ Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով գոյություն ունեցող սահմանադրությունը շատ մեծ ռիսկեր է պարունակում և փոփոխությունները իսկապես անհրաժեշտ են մեր երկրին։ Սակայն այժմ դա տեխնիկապես անհնար է իրականացնել, որքան էլ Ադրբեջանը պնդի և որքան էլ մեր իշխանությունները ուզենան դա անել։ Ներկայիս պատկերը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որ ի հայտ է եկել, նման հնարավորություն կարծես չի ստեղծում, որովհետև որպեսզի ռեֆերենդում կազմակերպվի, այսինքն հանրաքվե կազմակերպվի նոր սահմանադրության ընդունման նպատակով անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանի 2/3-ը քվեարկի այդ նախագծի օգտին։ Այս իրականության պայմաններում Քոչինյանը չի բացառում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են գտնել այլընտրանքային լուծումներ։ Դա կարող է լինել այսպես. խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց փոխարենը մյուս բոլոր ուղղություններով մենք գնում ենք առաջ։ Այսինքն մեր երկրների միջև ստեղծվի առևտրատնտեսական որոշակի հարաբերություններ, իրարից գնումներ անենք։ Մեր երկրների միջև շարունակվի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, սահմանը կահավորվի նորմալ, ոչ թե խրամատներ լինեն իրար դեմ, այլ նորմալ միջպետական սահման ձևավորվի։ Այդ ամեն ինչը հնարավոր է անել առանց ֆորմալ առումով խաղաղության համաձայնագիրը ստորագրելու։ Արեգ Քոչինյանի խոսքով գոյություն ունեցող սահմանադրությունը շատ մեծ ռիսկեր է պարունակում իշխանության տարբեր ճյուղերի միջև փոխզսպումների ու հավասարակշռությունների համակարգի տեսանկյունից։ Նրա կարծիքով այն ստեղծել է մի քաղաքական ճգնաժամ, որի հանգուցալուծումը տեսանելի չէ։ Մարինե Դվոյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ Կրեմլը հայտարարել է Պուտինի և Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ որոշումը կկայացվի երկկողմ մակարդակով ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Մինչև ընտրությունների ավարտը Հայաստանի վարչապետը հավանաբար զբաղված կլինի ներքին գործերով, այնուհետև մենք որոշումներ կկայացնենք երկկողմ մակարդակով, ասել է Պեսկովը, պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին Պուտինի և Փաշինյանի միջև հանդիպման հնարավոր ծրագրերի մասին։ Շիրակի մարզի թիվ 30, 31, 32, 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ավարտել են երեկվանից սկսած վերահաշվարկները վիճակահանությամբ բացված երեկական տեղամասերից։
4 հանձնաժողովներն են նախնական արդյունքների վրա ազդող հաշվարկի շեղումներ կամ սխալներ չեն հայտնաբերել։ Եղածները տեխնիկական մի քանի բացթողումներ են արձանագրվել, որոնք քվեարկության նախնական արդյունքները չեն փոխում։ Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը վիճակահանությամբ 3 տեղամասի եւս մեկն էլ սեփական նախաձեռնությամբ քվեաթերթիկների պարկերը որոշեց բացել ու վերահաշվարկել։ 31-ի 57 ընտրատեղամասում հաշվարկներում հնարավոր անհամապատասխանություններ կասկածելի թվացել։ Քվեարկությանը մասնակիցների թվի եւ կողմ քվեարկած քվեաթերթիկների տարբերություն էին գտել։ Տեխնիկական խնդիր արձանագրեցին, ըստ որի մեկ կուսակցության կողմ քվեարկած ձայների թիվը մի մատյանում ճիշտ, մյուսում սխալ էր անցկացվել։ Պարգի մեջ քվեները նորմալ տրված էր, ուղղակի քվերը անցկացնելու արձանագրության մեջ այնտեղ սխալ էին անցկացրել, այսինքն մի կուսակցության թվերը շատացել էր, ինչքան որ հիշում եմ, ռեֆորմիստների կուսակցությունը 2 քվեեր ստացել, իրեն 19 էին գրել, դրա համար մասնակիցների թվից ավել էր եղել քվեների ընդհանուր թիվը։ Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը սրանում միտում չի տեսնում, այլ հոգնածության հետևանքի համարում, որոնք շեղումներ են, բայց ոչ էական։ Վերահաշվարկի 2 օրերին տեղամասային 4 հանձնաժողովներից միայն 31-ի 11-ի նախագահն էր ներկա գտնվել գործընթացին։ Համոզված լինելով, որ մեր մոտ ամեն ինչ նորմալ ընթացքով, առանց որևէ խախտումների, հաշվարկի ժամանակ ամեն ինչ նորմալ գրագետ ձևով կազմակերպված։ Այս տեղամասի պարկն այսօր բացվեց եւ ոչ մի անճշտություն չհայտնաբերվեց։ Քվեների հաշվարկում տարբերություններ չեն արձանագրվել նաեւ մյուս տեղամասերի փաստաթղթերում։ Կազմված արձանագրություններում գտնված վրիպումները հանձնաժողովի նախագահի վստահեցմամբ միայն տեխնիկական են, շտապողականության արդյունք։ Այնտեղ բաներ կար, որ ցուցակների մեջ, չնայած արձանագրության մեջ դա չի արտացոլվում, բայց ցուցակների մեջ, ասենք, բաներ, ստորագրությունները մի հատով պակաս էր։ Դա, ասենք, անուշ է, բայց կտրոնների թիվը, վերջնական թիվը, ինքնասոցենցողների թիվը, դա ամբողջը համապատասխանում էր եւ քվեներն էր համապատասխանում։ Տեխնիկական խնդիրների պատճառով վրիպումներ նաև ընտրատարածքային հանձնաժողովներում են թույլ տրվել։ Նախագահ Տիգրան Ղազարյանը պարզաբանում է, որ դրանք առաջ են եկել քվեարկության նախնական արդյունքների ամփոփման ժամանակ։ Տվյալները մուտքագրելիս համակարգը ծանրաբեռնված է եղել։ Ես էլ եմ փաստում, որ երեկոյան համակարգը, այսպես ասած, կախվել էր, դրա համար մուտք անելուց այնտեղ քանի որ 18 կուսակցություն է եւ մի հատ էլ անվավ էր, տողերը շեղվել են, մարդկանց, այսինքն այնտեղ մեկ կուսակցությունի քվեն գնացել էր մյուսի, լրացնելուց համակարգչի մեջ, բայց արձանագրությունները նորմալ էր եղել։ Ու շատ արագ մեզ հրահանգվել էր կենտրոնական, մենք հաջորդ օրը արձանագրությունների մի օրինակները ուղարկել ենք կենտրոնական։ Վերահաշվարկի ժամանակ էլ լուրջ փոփոխություններ կամ լուրջ ազդեցություն ձայների վրա չեղավ։ Մեկ տեղամասում մեկ ձայնով պակաս էր հաշվել ուժը Հայաստան Դաշինքի քվեները, որը վերականգնվեց, եւ այդ տեղամասում կար վագենբռնման խնդիր, անվավել էր արդյոք թե ոչ, բայց մեկ քվեաթերթիկ ավելացավ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Մարզի 4 ընտրատարածքների վերահաշվարկված ընդհանուր 13 տեղամասերից ընդամենը մեկ քվեաթերթիկի մասով անվավեր ճանաչելու որոշում է կայացրել թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։ 32-ի 36 տեղամասում Հայաստան Դաշինքի օգտին գրանցված մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել ոչ թե գրառման, այլ ինչ-որ նշում կատարելու պատճառով։ Քվեարկության նախնական արդյունքները վիճարկող դիմումներ մարզի ընտրատարածքային հանձնաժողովները քաղաքական ուժերից չստացան, բայց կան դիտարկումներ ընտրության օրը տեղամասերում նկատված քվեարկության կարգին վերաբերող խախտումների մասին։ Եղել են տեղամասեր, որոնք ունեցել են որոշակի տեխնիկական խնդիրներ, այսինքն կապված քվեախցերի եւ այլ դասավորության հետ, որը եղել են տեղամասեր, որոնք առաջին օրը, այսինքն հունիսի 6-ին ընդունել են մեր դիտողությունները որպես վստահված անձի եւ ուղղել են, եղել են տեղամասեր, որոնք մենք տեսել ու նկատել ենք հունիսի 7-ին եւ արձագանքել ենք բնականաբար։ Վերահաշվարկից հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դիտարկելու են տեղամասային հանձնաժողովների անդամների աշխատանքը, ելնելով նաև դիտորդների եւ վստահված անձանց արձանագրումներից։
Դրանք նաև որոշիչ են լինելու տեղամասային հանձնաժողովների նախագահների եւ անդամների հետագա մասնակցության հարցում ընտրական գործընթացներին։ Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ մի քանիսը կզրկվեն լիցենզիայից։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Արտարոց դեպքի մասին, որ տեղի ունեցել Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրում, անայդ անձինք պոկել են և հուշահամալիրի տարածքի աղբամաններն են նետել հերոս քաղաքների հուշաքարերի պլաստմասե ոսկեգույն տառերը։ Կատարվածի մասին ահազանգել են քաղաքապետարանի կոմունալի աշխատակիցները։ Դեպքի մասին տեսանյութը հրապարակվել է Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական էջում։ Ակնհայտ է, որ չարագործները ոչ միայն պոկել են հերոս քաղաքների անունների տառերը, նաև վնասել են հուշաքարերը։ Գյումրիի քաղաքապետարանը դեպքի առթիվ հաղորդում է ներկայացնելու ոստիկանություն։ Իրանն ու Միացյալ Նահանգները դարձյալ հարվածներ են փոխանակել, բայց Միացյալ Նահանգների նախագահը կարծում է, որ դեռ համաձայնության հնարավոր է հասնել։ Իրանն էլ պահանջում է Միացյալ Նահանգներից հեռանալ տարածաշրջանից։ Այն, որ Օմանի ափերի մոտ վթարի էր ենթարկվել պարեկային առաքելություն իրականացնող ամերիկյան ափաչ ուղղաթիռը, հայտնել էր Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը, նշելով, որ անձնակազմի 2 անդամները փրկվել են։ Ամերիկյան զինուժը հայտնել էր, որ միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են, պարզելու արդյոք ուղղաթիռը խոցվել է իրանական գրակոցից, տեխնիկական անսարքությունից, թե այլ հանգամանքների հետևանքով։ Ավելի ուշ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social կայքում նշել է, որ Իրանը խոցել է ամերիկյան բարձր տեխնոլոգիական ափաչ ուղղաթիռներից մեկը եւ Միացյալ Նահանգները պարտավոր է արձագանքել այդ հարձակմանը։ Դրանից հետո ամերիկյան զինուժը հարվածներ հասցրեց Իրանին, դրանք որակելով որպես ինքնապաշտպանական ու համաչափ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ուժերը Գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգով իրականացրել են ինքնապաշտպանական հարվածներ Իրանի դեմ՝ ի պատասխան նախորդ օրը Միացյալ Նահանգների բանակի Ափաչի ուղղաթիռի խոցման։ Հրամանատարության ուժերը Միացյալ Նահանգների ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի կործանիչների կողմից արձակված բարձր ճշգրտության զինամթերքով հարվածներ են հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, ցամաքային կառավարման կայաններին եւ հսկողության ռադարային օբյեկտներին Հորմուզի մերձակայքում։ Իրանական ֆարս գործակալությունը հայտնել է, որ պայթյունների ձայներ են լսվել Հորմոզգան նահանգի արևելյան հատվածներում, իսկ մեհր գործակալության տվյալներով պայթյուններ են գրանցվել նաև Սիրիկ նավահանգստի շրջանում։ Չնայած մարտի դաշտում կրած պարտություններին Միացյալ Նահանգները որոշեց փորձել մեր վճռականությունը։ Մեր հզոր զինված ուժերը ոչ մի հարձակում կամ սպառնալիք անպատասխան չի թողնի։ Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ուզում եք անվտանգ լինել։ Պարսից ծոցի պատմությունը բազմաթիվ էջեր ունի ներխուժող օտարերկրացիների ծանր ճակատագրերի մասին։ Դրանից հետո իսրայելական հեղափոխության պահապանների խորհուրդը հայտարարեց, որ պատասխանել է Միացյալ Նահանգների հարվածներին, թիրախավորելով Հորդանանում եւ Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Թիրախ են դարձել Բահրեյնում գտնվող Միացյալ Նահանգների 5-րդ նավատորմը եւ Հորդանանում գտնվող ամերիկյան ավիաբազայի 4 կարևոր հատվածները, այդ թվում F-35 կործանիչների անգարները եւ հրամանատարական կենտրոնները։ Արդյոք փոխադարձ հարվածները կսրեն իրավիճակը։ ABC News-ի Սպիտակ տան թղթակից Ջոնաթան Կարլը Միացյալ Նահանգների նախագահի հետ խոսել է Իրանի նկատմամբ հարվածների մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո։ Լրագրողը հետևյալն է փոխանցում։ Միացյալ Նահանգների նախագահը հստակ ասաց, որ Իրանի դեմ ամերիկյան այս հարձակումներն ամերիկյան Ափաչի ուղղաթիռի խոցման պատասխանն են։ Նա չի կարծում, որ դա այդ երկրի դեմ նոր խոշոր գործողության սկիզբ է։ Սա անցյալ գիշեր մեր ուղղաթիռի դեմ նրանց գործողությունների պատասխանն է, եւ ես կարծում եմ, որ պատասխանը պետք է լինի շատ ուժգին, շատ հուժկու, եւ սա հենց դա է։ Լրագրողը նաև ասել է, որ չնայած Իրանին հարվածներ հասցնելու հրաման տալուն Միացյալ Նահանգների նախագահը հավատացած է, որ կարող է իրանցիների հետ համաձայնագիր կնքել։ Իսկ համաձայնությանը Իրանն ու Միացյալ Նահանգները շատ մոտ են, բայց գործարք կնքելու ժամկետներ Միացյալ Նահանգների փոխնախագահը դժվարացել է ասել։ Պատասխանելով CBS-ի այն հարցին, թե կարող են կողմերը համաձայնության հասնել մինչև նոյեմբերին կայանալիք կոնգրեսի ընտրություններ։ Կարծում եմ գործարքը կարող է կնքվել մեկ շաբաթվա ընթացքում, բայց այն կարող է կնքվել նաև մի քանի ամիս անց։ Կարծում եմ մենք այնպիսի դիրքում ենք, որտեղ կարող են կնքել մի գործարք, որը շահավետ կլինի Վաշինգտոնի համար տնտեսական տեսանկյունից եւ որն իսկապես կանադառնա իրանական միջուկային ծրագրի հարցին։ Վենսը նշել է, որ Վաշինգտոնը հույս ունի Թեհրանի հետ երկարաժամկետ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Իրենք այդ նպատակին մոտ են, բայց պետք է աշխատել։ Եզրափակել է Վենսը։ Տիսնե Ալագուլյան, Հորիզոն։
Եվ վերջում Շիրակ ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Բիջախչյանը։ Տեղեկացնում է Շիրակ ֆուտբոլային ակումբի Facebook-յան էջը։ Ակումբի եւ մարզիչի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Վարդան Բիջախչյանը կշարունակի աշխատանքը թիմում նաեւ գալիք մրցաշրջանում։ Այժմ լրահոսում այսքանը, հետևեք նորություններին մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք